Եվրոպական հաշվարկները Ալիևը ծառայեցնում է սեփական շահերին։ Հայ-թուրքական միակողմանի առևտուր ներմուծումը գնալով նոր թափ է առնում։ Ինչու է Երևանի պետական բժշկական համալսարան ունեցել ավելի քիչ շրջանավարտ, քան մասնավոր բժշկական ուսումնական հաստատությունները։ Սուրբ Պետրոսի հրապարակում կայացել է Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությունը, աշխարհի տարբեր կողմերից տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Վատիկան։ Սանկտ Պետերբուրգյան շոուի ժամանակ էլեկտրահարվել է Ֆիլիպ Կիրկորովը։ Թե ինչպես վրսին առաջին անգամ ձեռքն առած նկարիչը բացասական կախվածությունը դարձրեց դրական։ Եվ արտակարգ դեպք Երևանում Շենգավիթում շենքերից մեկում լվացքը փռող կինը երկրորդ հարկի պատշգամբի փլուզման պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի այցը Բաքու քաղաքագիտական շրջանակների կողմից միանշանակ չի ընկալվում։ Հայաստանաբնակներին առավելապես հետաքրքրում է Ալիև-Կալաս հանդիպման ընթացքում քննարկվել է արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության դադարեցման հարցը, որի վերաբերյալ Ադրբեջանի համառ պահանջը շարունակվում է։ Տեղյակ է արդյոք Կալասը խաղաղության գործընթացի ադրբեջանական ընկալման ու շարունակական դարձած նախապայմանների և պահանջների մասին։ Հետաքրքիր է, թե ինչպիսին է դրանց վերաբերյալ Կալասի դիրքորոշումը։ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը օրինակային համոզմանն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ Ադրբեջանի նախապայմանները իրագործելի են։ Նույն կարծիքին է արդյոք Եվրամիության բարձր հանձնակատարը։ Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է, Բաքվում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության բարձր հանձնակատար Կայա Կալասը, որը ապրիլի 25-ին ժամանել է Բաքու և բանակցություն վարել Իլհամ Ալիևի հետ։ Կալասը Բաքվում հայտարարել է, որ պայմանավորվել են վերսկսել ԵՄ-Ադրբեջան գործընկերության փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Պաշտոնյան նաև Եվրամիություն Կենտրոնական Ասիա հարաբերության խորացման և այդ հարցում Ադրբեջանի դերի մասին է խոսել, թեման ուղիղ քննարկել Ալիևի հետ։ Այն Ալիևի, որ 2 շաբաթ առաջ եվրոպական կողմից ծաղրում էր հեգնում առաջարկում հայ-ադրբեջանական սահմանային հարցերին պարզապես չխառնվել։ Ապրիլի սկզբին, երբ Սամարղանդում կայացավ ԵՄ Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, թե տրանսկասպիական տրանսպորտային միջոցների հարցում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացումը բեկումնային նշանակություն ունի։ Ալիևը տեղն ու տեղը սևացրեց եվրոպացի դիվանագետներին։ Մենք միայն լսում ենք կոչեր բացել սահմանը Թուրքիայի և Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչ կապ ունի Եվրոպան այս ամենի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չեն, որքան հեռու լինի Եվրոպական միությունը այս հարցերից, այնքան ավելի լավ բոլորի համար։ Ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ալիևին հունից հանել էր մասնավորապես այն պատճառով, որ Վրաստանը, այսպես ասենք, Եվրամիության թեթև ձեռքով կարող էր քննարկումներից դուրս մնալ ու այդ դեպքում Ադրբեջան-Եվրամիություն էներգետիկ կապը կարող էր անցնել Հայաստանով, մի տարբերակ, որ ձեռնտու չէ Ալիևին։ Իրանք ոնց որ ավելի ակնարկում են, որ շահագրգռված կզեն, որ Հայաստանի տարածքով է ծաղկացել։ Բնական է, որ Ադրբեջանի բացական արձագանքը առաջացել իրանց համար Վրաստանը բնական է, որ նախավարի հարմար ու հասկանալի գործընկերական Հայաստանը, ինչպես գիտենք, հարաբերությունները նորմալացված չեն, բայց դրանց Վրաստանի դեպքում արդեն ենթակառուցվածքները կան արդեն։ Ամեն դեպքում կոշտությամբ աչքի ընկնող պատասխանի հեղինակը 2 շաբաթ անց հանդիպում է Կալասի հետ իր իսկ հարկի տակ։ Պաշտոնական հաղորդագրություն տարածում, թե քննարկել են Կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցերը։ Տրամաբանական է, որ այս հարցերի շարքում պարզապես չեն կարող չլինել այն հարցերը, որոնցից հեռու մնալ էր խորհուրդ տվել Ալիևը եվրոպացի պաշտոնյաներին։ Ինչն է նորից երկխոսության դաշտ բերել կողմերին, փոխադարձ շահերը ձևակերպում է քաղաքագետը։ Ադրբեջանը շահագրգռված է իրականության մեջ Եվրամիության մեջ։ Ու այդ նույն բանը իրանք մասնել կարելի ասել։ Իրանք մի կողմից շատ կուշտ քննադատում են, այդ առաքելությունը Հայաստանում պահանջում են, որ դուրս բերվի, իմիջիալուց Եվրամիությունը ուղիղ չի արձագանքում։ Այսինքն իրանք չեն ասում, որ պատրաստական են հանել առաքելությունները, այսինքն Հայաստանի որոշելի կանոնները դա ըստ Եվրամիության։ Ադրբեջանը բավականին վատ հարաբերություններ ունի Եվրամիության առանցքային երկրների, մեկի հետ Ֆրանսիայի, ու իրանք նաև շատ կուշտ արձագանքում են, երբ որ քննադատություն անում մարդու իրավունքների հետ կապված։ Այդ միաժամանակ դրա հետ նույն Կալասի հետ հանդիպման ժամանակ Ալիևը
բավական երկար խոսել է, որ իրանք հուսալի վստահելի գործընկեր են։ Իդեպ Կալասը Բաքվում հայտարարել է, որ Եմեն կշարունակի ջանք գործադրել ռեգիոնում խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Բայց այցի մասին պաշտոնական հաղորդագրություններում Եվրամիության դիտորդական առաքելության մասին տող չկա։ Ալիևը առիթը չի օգտագործել դիտորդներին հեռացնելու պահանջ բարձրաձայնել։ Հիշենք նաև Գերմանիայի նախագահն էլ Բաքու կատարած այցի ընթացքում ասել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական նախապայմաններն իրագործելի են։ Եվրամիության բարձր հանձնակատարն էլ նույն կարծիքն ունի։ Բաքվում համենայն դեպս դեռ նման միտք չի բարձրաձայնել։ Նրան հաջորդ շաբաթ Երևանում են սպասում։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչի գրասենյակն է անդրադարձել Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության կողմից իրավական գործընթացներում դրսևորվող մանիպուլյացիային։ Միջազգային այտյաններին Հայաստանը մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հանդեպ դրսևորվող վերաբերմունքի, այդ թվում դատավարական իրավունքների խախտման մասին։ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդունված եւ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունները եւ միտումնաբար չի հիշատակում այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ հիմք ընդունելով Հայաստանի ներկայացրած փաստարկները մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող միջանկյալ միջոցների վերացման ուղղված պահանջները։ Հայաստանը շարունակելու է միջազգային այտյաններին տեղեկացնել ընթացող դատավարությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին, նշվում է հայտարարության մեջ։ Այժմ հայ-թուրքական միակողմանի առևտրի մասին վերջին դիտարկումների համաձայն ներմուծումը Թուրքիայից նոր թափ է հավաքել։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, կառավարությունը որոշում ընդունեց, որով տարեվերջից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը Հայաստան։ Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղի ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրաված է նաև Թուրքիան։ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանն արգելեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։ Հայաստանի կողմից դա քաղաքական որոշում էր, քանի որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանից բացի Հայաստանի դեմ ռազմական գործողություններին ներգրավեց նաև Թուրքիան։ Դրանից մեկ տարի անց միայն 2021-ին Հայաստանը որոշեց վերացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դեպի Հայաստան։ Եվ առևտրով զբաղվող Հայաստանի գործարար համայնքը քաղաքացիները սկսեցին մեծ թափով Հայաստան ներկրել թուրքական ծագման ապրանքներ։ Եթե 2021-ին Թուրքիայից Հայաստան էր ներմուծվել 73 միլիոն դոլար ապրանք, 2024-ին ցուցանիշը կարելի ասել հնգապատկվեց, հասնելով մինչև 336 միլիոն դոլարի։ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում է արտադրական հումք՝ ալյումինե ձողեր, տրամատներ, տրիկոտաժե պաստառներ, սալիկներ փայտանյութից, թուրքական հագուստ, տեխնիկա, ավտովառելիք, շինարարական ապրանքներ, սնունդ, գործվածքներ, լվացող եւ մաքրող միջոցներ։ Տնտեսական ոլորտի ներկայացուցիչները փաստում են, թուրքական ապրանքի մուտքը Հայաստան արգելելու համար պետք է զարկ տալ տեղական արդյունաբերությունը, եթե ոչ հզոր մասշտաբներով, ապա գոնե փոքր ձեռնարկություններով, թեթև արդյունաբերական ընկերություններով, այլապես թուրքական էժան, երբեմն էլ անորակ ապրանքը կգրավի հայկական շուկան։ Թուրքական գյուղատնտեսությունը մասշտաբի էֆեկտով բավականին հզոր է, բանջարաբոստանային որոշակի կուլտուրաների առումով համաշխարհային շուկայի առաջատարներից է Թուրքիան հանդիսանում։ Մեր շուկան ինչքան թուրքական այդ ապրանքները կլանելու ունակություն ունի, կլանվում է, գալիս է մեր շուկա, գալիս է երրորդ երկրի միջոցով։ Այստեղ այլ է, որ ասենք մեր տնտեսության որոշակի հատվածները պետք է պաշտպանվեն։ Ասենք մասնավորապես գյուղատնտեսությունը պետք է պաշտպանվի։ Հետաքրքրականն այն է, որ Հայաստանից Թուրքիա 336 միլիոն դոլար առևտրաշրջանառության մեջ միայն 0.1%-ն է կազմում արտահանումը, որը կես միլիոն դոլարի էլ չի հասնում։ Կես միլիոն դոլար չի հասնում, տարի արել 1000 դոլարի արտահանում դրանք որ ուղղակի կարելի ասել դա կոպիտ ասած հայկական արտադրանքը թուրքական շուկային չի հետաքրքրում։ Մենք ապրանք չունենք, նախ սահմանափակում գոյություն ունի, հայկական ապրանքների նկատմամբ էլ կարծես թե այդ բանկոյի որոշակի էլեմենտները պարունակում են, բայց մեր ապրանքների նկատմամբ ընդհանրապես պահանջարկ չկա։ Ինչ պետք է արտադրենք, որ կարողանանք, ասենք, թուրքական շուկայում դա որպես պրոդուկտ ներկայացնել։ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ոսկու մեծ ծավալներով արտադրանքը Հայաստանից Թուրքիա եւս հասավ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են փաստում, որ այդ տարի Հայաստանից Թուրքիա արտահանման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 61 միլիոն դոլար։ Այդ ժամանակահատվածում Հայաստանից այդ երկիր վերարտահանվում էր անմշակ ոսկի, թանկարժեք մետաղից պատրաստված իրեր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Հռոմի Ֆրանցիսկոս առաջին պապի մարմինը ամփոփող դագաղը տեղափոխվել է նրա վերջին հանգրվան Հռոմի Սանտա Մարիա Բազիլիկ եւ հանգրվանել Մադոննայի սրբապատկերի կողքին, որ նա մեծարում էր, քանի որ այն արտացոլում էր նրա խոնար եւ պարզ կյանքը։ Հուղարկավորությանը մասնակցել են 164 երկրների օտարերկրյա պատվիրակություններ, Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱՄՆ-ին հայոց կաթողիկոս Գարեգին II, ԱՄՆ էքս-նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ուրիշներ։ Հռոմի պապի հուղարկավորությանը ներկա եղել ավելի քան 400,000 մարդ։ Շիվպուրի քաղաքից ոչ հեռու Հնդկաստանի զինուժը պատահաբար վառելիքի բաքեր է նետել քաղաքացիական շրջանների վրա, շփոթության հանգամանքները պարզվում են, միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեշ Աբաս նավահանգստում, պայթյունի հետևանքով վնասվել է նավահանգստի վարչական շենք, այն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև նավահանգստից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պարսից ծոցի Քիշ կղզում։ Պայթյունի պատճառը վառելիքի բաքում բռնկված հրդեհն է եղել։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ինչու է Երևանի պետական բժշկական համալսարան ունեցել ավելի քիչ շրջանավարտ, քան մասնավոր բժշկական ուսումնական հաստատությունները։ Թե ինչպես վրսին առաջին անգամ ձեռքն առած նկարիչը բացասական կախվածությունը դարձրեց դրական։ Եվ արտակարգ դեպք Երևանում, Շենգավիթում շենքերից մեկում լվացքը փռող կինը երկրորդ հարկի պատշգամբի փլուզման պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Շարունակում ենք թողարկումը։ Արտակարգ դեպք Երևանում Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 66 շենքի երկրորդ հարկի բնակիչը լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած։ Շենքի 42-ամյա բնակչին տեղափոխել է Ներբունի բժշկական կենտրոն։ Միշտ ապօգնության ժամանումը վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։ Ինչու է Երևանի պետական բժշկական համալսարան ունեցել ավելի քիչ շրջանավարտ, քան բժշկական մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Մասնագետները պակասել են, միաժամանակ մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է։ Մեկ 2011-ին, մեկ էլ 2023-ին բժշկական մայրբուհը ԵՊԲՀ-ն ունեցել է ավելի քիչ շրջանավարտ, քան բժշկական մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ 2011-ին թվերի տարբերությունն էական էր՝ 829-377-ի նկատմամբ, 2023-ին մասնավորի առավելությունը 81-ով է, 673-ը 592-ի նկատմամբ։ Այս թվերը տեղ են գտել Առողջապահության ազգային ինստիտուտի տարեկան զեկույցում։ Ոլորտի փորձագետը միանգամից է արձագանքում, ֆիքսենք, այս ամենը բժշկական կադրային ռեսուրսի նվազման ֆոնին է տեղի ունենում։ Հարկավոր է կատարել պատճառահետևանքային խորը վերլուծություն, քանի որ սա առողջապահական որակի համատեքստում լուրջ խնդիրների մասին է խոսում։ Այն, որ թվային տվյալները մտահոգվելու պատճառ են, նշում է նաև կրթության ոլորտի մասնագետը։ Կարծում եմ մայրբուհի վարկանիշի նվազման խնդիր կա, հիմնական ներևի պատճառը դա է։ Մայրբու հասկացողությունը ընկալման տեսակետից այո շատ կարևոր է, բայց հաղորդական շուկան ազատ է եւ դիմորդները իրենք են որոշում, որ բուհերում կրթություն ստանան։ Շատ ցանկալի կլիներ, որ մայրբուհը լիներ առաջատար։ Ընդհանուր առմամբ 2011-ից մինչև 2023 թվականը մեր երկրում բժշկական բարձրագույն կրթություն ստացել է 16059 ուսանող, որից գրեթե 9030-ը հերացու անվան պետական համալսարանում, 7030-ը մասնավոր բուհերում։ Առողջապահության կազմակերպիչը համակարծիք չէ շրջանառվող տեսակետին, թե այստեղ մեծ խնդիր կա։ Հարցնում է՝ իսկ ով է ասում, թե մասնավոր ավարտները պակաս պրոֆեսիոնալ են։ Այստեղ մարդու տվյալ ուսանողի անհատական, այսպես ասած, սովորելուն, կրթվելուն, լուրջ վերաբերվելու մասով է ամենակարևորը։ Իհարկե, միայն մի բանով եմ համաձայն, որ կա տրադիցիոն, այսպես ասած, մոտեցում, որ պետական բժշկական համալսարանը շատ ավելի, այսպես ասած, մեծ գիտելիքներ է տալիս, ինքը մայրբուհն է, եւ դա ոչ մեկը չի կարող հետքել։
բայց մտածել, որ հենց հատկապես որակավորել մասնագետին, որ ինքը ավարտել է այլ բժշկական Հայաստանի Հանրապետությունում, եւ դա արդեն իսկ նրա որակավորման չափանիշ է, ես համաձայն չեմ։ Բույրի ծրագրերի ստանդարտացումը, բույրում ինչպիսի կրթություն են տրամադրում, դրա պատասխանատվությունը կրթության նախարարությունն է։ Եվ կրթության նախարարությունը ամեն տարի հետազոտում է տվյալ բույրում արդյոք կրթական մակարդակը բարձր է, թե ցածր։ Այդ լիցենզիաները, այդ հավատարմագրումները տալիս է գյուղատնտեսության նախարարությունը, որոնց կարծում եմ խնդիրներ չկան։ Իդեպ, մեր երկրում բժիշկների նվազման մասին համաձայն նույն պաշտոնական վիճակագրության բոլոր մասնագիտություններով բժիշկները 1 տարվա 2022-ից 23 թվականների ընթացքում պակասել են ավելի քան 1118-ով, միջին բուժանձնակազմն էլ կրճատվել է գրեթե 200 մասնագետով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մարդիկ նկարները զգում ու կալում են յուրովի մեր ռեպորտաժի հերոսին արվեստ է բերել բացասական կախվածությունը։ Վահե Գևորգյանցը առաքելությունը կատարված է համարում, նրա վրձնի նկարները նկարվել են 1 օրում, որոշների համար էլ տարիներ են պահանջվել։ Ես ահավոր շատ էի ծխում, ես թարգեցի ծխելը, հավատացի իմ ուժերին եւ ասեցի ինչ եմ ես ուզում անել, այն ինչ որ ես կարծում եի որ չեմ կարող։ Ես հասկացա, որ ես ուզում եմ նկարել։ Վրձինն առաջին անգամ ձեռքն առնելով բացասական կախվածությունը դարձրեց դրական։ Մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների հասկացել է մի բան՝ նկարը պետք է ոչ թե հասկանալ, այլ զգալ։ Այս սկզբունքով էլ վրձնում է իր նկարները արտացոլելով այն, ինչ այդ պահին է զգում։ Գևորգյանցի առաջին ցուցահանդեսն է։ Ասում է դիտելու են եկել մարդիկ, ովքեր ունեն ճաշակ ու առավել քան ըմբռնում են իր արվեստը։ Իմ կարծիքն է, որ սա նախանձը նայում է բարի մարդու սա սիրտն է, սա էլ իր սպիտակ մաքուր հոգին է, ու ինքը այսենց իր նախանձությամբ նայում է այդ բարի ու մարդու հոգու մեջ, բայց մեր կարծիքը տարբեր է։ Ես էլ կարծում եմ, որ դա նախանձի արտահայտումն է, այդպես ասենք, այսինքն օրինակ նախանձը քար է գցում մեջդ, նախանձը ցավ է պատճառում, նույն մարդու պատկերն է, բայց միջից։ Հեղինական կերս է, այն զգացողությունները, որ ես ունեմ, կապված են երևի լույսի, գույնի եւ հեղինակի զգացումներին ապրումակցելու հետ։ Մարդիկ նկարները զգում ու ընկալում են յուրովի։ Գևորգյանցը առաքելությունը կատարված է համարում։ Ստեղծագործական լուծումներն ու ժամանակահատվածներն էլ են տարբեր, կան նկարներ, որոնք նկարվել են 1 օրում, որոշների համար էլ տարիներ են պահանջվել։ Որովհետև ես տեսնում եմ, որ դեռ չեմ վերջացրել։ Չգիտեմ, ես զգում եմ, որ դեռ չեմ վերջացրել։ Դա զուտ զգացողության պահ է։ Այո, մինչև ես ին ներսը հագենա, ասի վերջ այսքանը բավարար է։ Նկարների, գույների վարակած տրամադրությամբ ու 1 գավաթ գինով են շրջում սրահում ներկաները։ Ցուցահանդեսը նրանց համար նաև թերապիա դարձավ։ Խորանալով սեփական պատկերացումների մեջ շատերն իրենց վերագտան ու նոր մոտեցումներ բացահայտեցին։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Սանտ Պետերբուրգում շոուի ընթացքում էլեկտրահարվել է ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը, առնվազն 3 մետր բարձրությունից տպավորիչ բեմ իջնելու ժամանակ պիրոտեխնիկայից հրկիզվել է արտիստի կոստյումը։ Կիրկորովը թեև մի քանի անգամ բղավել է, սակայն կարողացել է ձեռքերում պահել մեծ խոսափողի տեսքով մտրակը։ Չնայած ձեռքի այրվածքին հայտնվելով բեմում նա շարունակել է ելույթը։ Պատահարը ամենայն հավանականությամբ տեղի ունեցել հրավառության ժամանակ բաճկոնով անցնող լարերից մեկի վնասվելուց հետո։ Արմենիայի եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։